Մանուկյան, ոչ մի չգիտեմ ընդեղ Սևշուն բալակ թուլա, իմ հետ այդ հարցում ոչ մեկ չի կապնվել եւ չէր կարող կապնվել, ինչպես միշտ, ինքես արտակ բոզի տղեն գործելա իմ թիգունքում։ Ուրեմն լավ, ես ես հասկացա, այսինքն հիմա ձևրա դրված է տուգանք 2 միլիոն դրամ, ճիշտ է։ Այո, վերջին դա մտել Եղավ։ Եղավ, մնացածը ես հիմա խոսեմ Լիանա Մանուկյանի, լավ, всё։ Ինքը խոսացել է, բայց ես է գումարը պետք է տա մանկատանը։ Տոյ քնձռո, դու մարդես դառել մթամթե մանկատանա տալım։ Հասկացա, եղավ, լավ, շնորհակալություն։ Ահա։ Ուրեմն ես հիմա դիմում եմ Երիթևի ղեկավար ընկեր Գագիկ Ծառուկյան, դե շատ կուլտուրական, քո Լիանա Մանուկյանին։ Լիանա Մանուկյանը կամ վաղը գնում է հարկադիր եւ հրաժարվում է այդ 2 միլիոն դրամից փարաբանված պորնիկի բարի համար, թամինը փարաբանված պորնիկ։ Կամ դու ես վճարում այդ 2 միլիոն դրամը Լիանա Մանուկյանին։ Այս կինը իմ կուսակցական տենց իմ աշկելուսը չի ոչ մի բանը չի, բայց քանի որ խնդիրը հնչել է իմ եթերով եւ իմ եթերից են վերցրել ու վեկալում 2 միլիոն դրամ դնում են մարդու վզին փարաբանված պորնիկ բարի համար։ Ես հիմա ուզում եմ բանը պատկերացնեմ, ինչ կլինի Լիանա Մանուկյանի հետ իմ ամսի 25-ի եթերին։ Ուրեմն կամ Լիանա Մանուկյանը վաղն առավոտ շուտ մտնում է հարկադիր, գրում է դիմում, որ հրաժարվում է բոլոր տեսակի ֆինանսական պահանջներից, ինչ ես աղջկա ունես, Անուշի նկատմամբ կամ գումարը վճարում եք դուք Գագիկ Ծառուկյան։ Եթե չէ, ուրեմն ամսի 25-ին կհանդիպենք այլ ֆորմատով։ Հիմա դուրս եկեք գնացեք ստեղից։ Մարդավարի, դավեց։ Գալիս է։ Մեկ online մարդը տալում ես ժողովուրդը սկսում են գրգմ կրել։ Այսքանը չի, սրա վերաբերալ, նրա վերաբերալ, ասում եմ մինչև նվերիկի դլոն ելնելը Գագոյի դլոն էր, հիմանել գնաց ափսոս, էլ բան չանեմ, շարունակեմ, թե ովում դլոնա, ժամանակը գնաց։ Так, անցնենք առաջ։ Անտանեկան պորնո այն բանին էլ կանչեք, հիշա, Արիաննա Հովսեփյանեն, փումփուլիկ մազերով աղջկան, տանը կանչեք թողել։ Ստեղ էր, ընդեղ էր, որի մեջ էր, Ոստպազի, որտեղ եմ գրեմ իրեն։ Так, ստեղ ստացել ենք գրություն, որը վերաբերվում է Արտադրության նախարարությանը։ Հետարքիր նամակա, տեղեկանք։ Նախկին պատգամավոր Կարապետ Կարապետյանի մականունը յուվեցի կարով, որդու քերական ենթամշակույթ կրող, խմբավորումների հետ, սերտ կապերի մեջ գտնվող Վիլիկոյի պատվերով օպերատիվ բաժնի տեղակալ Գևորգ Սպարտակի Հակոբյան կատարում է անօրինականություններ Արմավիր ՔԿ-ում, օգտագործելով իր պաշտոնը, կատարում է տարբեր պատվերներ քերակատարողական հիմնարկ մտցնելով հեռախոսներ եւ տարբեր տիպի հոգեմետ դեղեր։ Նրա անունը շոշափում է նաեւ ՔԿ-ում թմրանյութերի շրջանառության հետ։ Վիլիկոյի պատվերով ուրեմն նաեւ արտոնություններ է տալիս այն կալանավորներին, որոնք Վիլիկոյի համար են նստել։ Գևորգ Հակոբյանը Վիլիկոյի հետ մտերմությունը հաստատել է դեռևս այն ժամանակ, երբ Վիլիկոյի Փեսան վերնիսաժի սպանության գործով նստած էր Նուբարաշեն ՔԿ-ում եւ այնտեղ էր աշխատում նաեւ Վիլիկոյի Աժմյան վարորդ Աշոտը, մականունը Ձուկ։ Քշմես Պրադո, մեքենան 444 ԿԿ 44։ Այժմ բոլոր գործողությունները Վիլիկոյի տասովկեքը Գևորգը կատարում են ձկան հետ։ Իր փողերն էլ ստանում են նրանից։ Այս քեզ ավերաբերում ընկերանդո։ Վերջերս Արմավիր ՔԿ-ի օպերատիվ բաժնի հետ պայմանավորվածության գալով Ղարաբաղի գեներալ Սամվել Բաբայանի Իժոյի Փեսա Արմավիր ՔԿ-ի պատասխանատու
Հերթապահ Վահան Շիբուխչյանը թմրանյութեր եւ հերախոսներ թվով 10-ից ավել տարել է որ մտցնի ԿԿ, նրա հերախոսը եղել է լսման տակ եւ ՆԳ նախարարության նարկոմանիայի բաժնի տղերքը ցանկացել են բռնել, սակայն Արմավիր օպերատիվ բաժնից մեծ հավանականությամբ Գևորգը Վահանին հայտնել է որ իրեն հետևում են սատկային դրել, որի հետևանքով ԿԿՀ գնալու ճանապարհին Վահանի մեքենան պարեկները փորձել են կանգնացրել են, որը չի կանգնել։ Հետո կապ են տվել ՆԳՆ քերական ոստիկաններին նախկին 6-ի տղեկին։ Վայ։ Որոնք Վահանին բռնել են, խուզարկել են եւ իբրև նարկոտիկ չեն գտել։ Միայն 13 հատերախոս են գտել, Վահանին ձերբակալել են եւ այժմ անհայտ պատճառներով նա տեղափոխվել է աշխատելու Գորիս ԿԿՀ։ Մարտուն բռնում են հերախոս բերելուց, հիմա տեղափոխել են Գորիս։ Մեծ հավանականությամբ իժոն է խաղեր տվել, որ փեսային փրկի։ Արմավիր ԿԸ-ի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գևորգ Սպարտակի Հակոբյանի ապօրինի գործողությունների եւ ՀՀԱՆ-ԿԿՑ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի նրա կապերի մասին տեղյակ է պահվել ԱՆ նախարար Պորնիկին, Սրբուի Գալյանին։ Սակայն կարծես միայն Ա Գրիգորյանին են ազատել, իսկ Գ Հակոբյանը դեռ աշխատում է, Գևորգ Հակոբյանը անցնում է բազմաթիվ քերական գործերով, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեում, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեում։ Սակայն ի շրջապատի եւ փողի շնորհիվ եւ հաշվի առնելով իր պաշտոնական դիրքը դեռևս մնում է չպատժված։ Էտա վիլիկոշ։ Սենց դեպքեր բազմաթիվ են, երբ օպերատիվ համակարգի աշխատողները միանշանակ հասկանալի է, որ տեղեկանքը եկել է Աբազի հիմնարկից, ծխիրեկար վերինգի։ Երբ այդ օպերատիվ գործնեություն ծավալող աշխատակիցները տեսնում են, որ իրենց տեղեկանքները, մենք հեսա տեղեկանքներին կառադառնանք Սերժ Սարգսյանի մասով, իրենց տեղեկանքները, իրենց գործողությունները, զեկուցագրերը մնում են անպատասխան։ Մարդիկ ասում են, դե մնում անպատասխան։ Կղրկենք դոգին, թող գոնե հրապարակվի, մեր սիրտը հովանա։ Ինքս եղել եմ օպերատիվ աշխատող, ինքս գիտեմ ինչ է նշանակում, շատ լավ հասկանում եմ օպերատիվ բլոկի աշխատողներին, չքնել, չուտել, չխմել, ագենտ պահել, դաժե սեփական միջոցներից, այդ ագենտի հեռախոսը լիցքավորել, տաքսու փողը տալ, պերերիվի փողը տալ, տանել հյուրասիրել վստահված անձանց եւ այլն, այս ամենը ինձ շատ լավ ծանոթ է։ Անում ես, վերջացնում ես, բացահայտում ես զեկուցագիրը, տեղեկանքը գրում ես, ճամփում ես, դուր գնում հասնում է վերև զեկուցագիրը եւ տեղեկանքը ու էլ հետ չի գալի։ Վերջում 3 մատների ամբողջականություն, տենում ես ղեկավար կազմը կամ փող վեկալավ ջրեց, կամ ինչ որ մի գործողության դիմաց ջրեց, ագենտը դեռ քեզ ասում է, բա ինֆորմացիա եմ տվել։ Ուրա, ոչ փողը կա, ոչ գործը կա։ Մի բան արեք, ու ստիփած օպերները սկսում են իրենց գրպանից նորից փոխհատուցել ագենտին տված ինֆորմացիայի դիմաց։